Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին Արմեն հեռուստաընկերության եթերում տուն-տեղ հեռուստանախագիծն է։ Անպայման ուզում եմ հիշեցնել, որ այս եթերաշրջանում մեր բոլոր տեսանյութերը կարող եք գտնել տուն-տեղ հեռուստանախագծի պաշտոնական YouTube-յան էջում։ Ինչպես նաև կարող եք մեզ հարցեր ուղղել եւ անպայման մեր ձևաչափային խորագրերում կգտնեք դրանց պատասխանները։ Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին Արմեն հեռուստաընկերության եթերում տուն-տեղ հեռուստանախագիծն է։ Իսկ ես այս պահին գտնվում եմ մեր եթերաշրջանի գլխավոր հովանավոր United Technical Service ընկերության Grohe մասնագիտացված կենտրոնում։ Իսկ զրույցը շարունակելու եմ ընկերության նախագծերի եւ սերվիսի մենեջեր Ռոմանի հետ, ում հետ էլ այս խորագրի շրջանակում, որ անվանել ենք խորագիր սանտեխնիկների համար, խոսելու ենք Grohe-ի նորամուծությունների մասին։ Ողջույն Կարեն։ Ողջույն Ռոման։ Ռոման, շատ հաճախ լոգանք ընդունելիս մեր ձեռքում լինում են բազմաթիվ տարաններ, չգիտեմ, գել, օճառ, հա, հեղուկ օճառ եւ այլն, բայց լոգարանում շատ հաճախ շատ տգեղ է նայվում այս ամենը եւ բոլորիս մոտ էլ կարծում եմ առաջացել են միտքայ լիներ մի հատ հրաշագործ ցնցուղ, որը նաեւ ապահովեր այդ օճառը, հա, միանգամից։ Արի ու տես, որ Grohe-ն մտածել է այդ մասին։ Դա Grohe Perform-ն է։ Ահա։ Ինտեգրված փրփուրի համակարգ հենց ցնցողի համար։ Ահա։ Կարծում եմ մեր հեռուստատեղների շատերը չհասկացան ինչ նկատի ունեմ, դուք հիմա տեսնում եք տեսանյութ։ Grohe Perform-ը լիովին փոխում է խաղի կանոնները։ Սա ինժեներական բացառիկ լուծում է, որը մեկ կոճակի հպումով սովորական օճառը վերածում է տաք փրփուրի ամպի։ Տեխնոլոգիան միախառնում է տաք ջուրը, օդը եւ հատուկ կինոամի օճառը ստեղծելով խիտ եւ մետաքսանման փրփուր։ Այն չափազանց խնայող է։ Մեկ հպումով համակարգը դուրս է մղում օճառի եւ օդի ճիշտ չափաբաժինը, վերածելով այն խիտ փրփուրի։ Սա թույլ է տալիս կրճատել հեղուկ օճառի ծախսը մի քանի անգամ։ Եվ ցանկության դեպքում հնարավոր է ընտրել տարբեր հա գելեր, տարբեր բույրերի 4 տեսակի, ահա։ Այսինքն սա այլ է մտածված։ Այո։ Դե ինչ մի բան է խոսել, այլ բան է տեսնել եւ հրաշապել, խնդրում եմ բերես այստեղ Perform-ի տարբերակ, որպեսզի մոտիկից ուսումնասիրենք, թե ինչ է սա ինձ ներկայացնում։ Իսկ միջ այդ ես կհակնեմ իմ կախարդական ձեռնոցները։ Ահա եւ տուփը բավականին մեծ Իսկ թվում է կօգնես դու, որպեսզի ես արագ բացեմ, unboxing անեմ, ինչպես ասում են համացանցում, ահա, այսքան մեծ է սարքը, թե տուփն է, պարզապես մեծ, տեսնենք ինչ է իրենից ներկայացնում, ենթադրում եմ սա գլխավոր հատվածն է տուփի, արդեն հաճելի է, որովհետև զգացվում է, որ ապակյա հատված ունի, Ամփայլ, սա գեղեցիկ է։ Այսպես չէ, այսպես ամրացվում է։ Ահա։ Եվ սա ինչն է, սա ցնցողի տուփն է։ Ահա։ Սա այն գելն է, որ այս տարբերակում mint տարբերակն է։ Այստեղ ունենք գելը, որը տեղադրվում է այս հատվածում եւ այս կոճակների միջոցով արդեն կարող ենք ապահովել փրփուրով ռեժիմ կամ արդեն սովորական ջուր։ Այո։ Ահա։ Ամեն ինչ կարծում եմ պարզ է, կա հատուկ ինչ-որ տեղադրման տարբերակներ կամ ինչ-որ առանձնահատկություն հենց հատուկ սանտեխնիկների համար, թե
Չէ, ինքը արտաքին է, Ահա։ ներկառուցող մասեր չի պահանջում։ Եվ նշեմ, որ ինքը աշխատում է միայն տերմոստատով ցնցողային համակարգերի հետ։ Բայց նայեք, նկատում եմ, որ կարելի է սա օգտագործել որպես դարակաշար, որտեղ շատ գեղեցիկ արտաքին տեսք ունի։ Նախատեսված է։ Կարելի է արդեն ավելացնել տերմոստատով գործող ցնցողային համակարգերին եւ այդքանով վերջ։ Առաջին եւ ամենակարևոր առավելությունը այն է, որ պատը ծակելու կարիք չկա։ Սարքը պատին է ամրացվում հատուկ բարձրորակ սոսնձի միջոցով։ Սա նշանակում է, սալիկը մնում է անվնաս, իսկ աշխատանքը կատարվում է մաքուր ու արագ։ Երկրորդը հոսանքի միացում չի պահանջվում։ Համակարգը աշխատում է մարտկոցներով, որոնք ունեն շատ երկար կյանք եւ ապահովում են անխափան աշխատանք։ Ինչպես ես էի նախորդ եթերաշրջանում այս մասին խոսելիս ասում, դրախտային հաճույքներ վայելել, որովհետև իսկապես շատ մեղմ է փրփուրը մաշկի վրա սահում եւ նոր զգացողություններ է։ Կարող են մոտենալ մեր խանութ սրա Դավիթ Անախտինը փորձարկել, այո, անպայման փորձարկենք, մեր մոտ միացված է ջրին, ցանկացած հաճախորդ կարող է մոտենալ եւ փորձարկել։ Ռոման, արդյոք կա այլ գույնի տարբերակներ, որովհետև սպիտակը շատ գեղեցիկ է, բայց եթե օրինակ մուգ գույնի սիրահարներ կան այդպիսի տարբերակ։ Այո, լինում է երկու գույնի, սև եւ Այ անպայման ուզում եմ տեսնեմ ես սև, որովհետև ես սևը շատ եմ սիրում։ Եկեք սա տեղափոխենք եւ սևը բերենք։ Ահա եւ այստեղ է սև տարբերակը, ես մեծ ողջավորությամբ unboxing եմ անում նաեւ սև տարբերակը։ Շատ հաճելի է ամեն անգամ նոր պրոդուկտներ բացահայտել։ Տեսնենք։ Վաու։ Իսկապես շատ գեղեցիկ է։ Սևը առանձնահատուկ ինձ դուր եկավ։ Չնայած սպիտակն էլ շատ գեղեցիկ։ Սա կոմպակտ գեներատոր է եւ տեսեք թե ինչ է թաքնված գրոհե պյուրֆոմի ներսում, որպեսզի ստեղծվի լոգանքի այս բոլորովին նոր զգացողությունը։ Պահանջվել է 294 առանձին բաղադրիչների ճշգրիտ համակցում։ Սա խոսում է սարքի տեխնիկական բարդության եւ բարձր որակի մասին։ Սարքն ունի ավտոմատ կանգ առնելու ֆունկցիա, կարգավորվող ժամանակաչափ եւ ամենակարևորը ինքնամաքրման ռեժիմ, ինչն ապահովում է բացարձակ հիգիենա եւ հուսալիություն։ Այս տեխնոլոգիան գրոհեն անվանել է Aqua Intelligence։ Դե ինչ մնում է ձեզ միայն ընտրել սևը թե սպիտակը, դա ձեր ընտրությունն է, իսկ Ռոման ի հավելումն այս ամենի ունես ինչ-որ բան ավելացնելու։ Այո, նշեմ, որ անպայման չի իր հետ գնել նոր ցնցողային համակարգ, եթե դուք ունեք տանը տեղադրված արդեն տերմոստատով ցնցողային համակարգ, կարող եք միայն իրեն գնել եւ տեղադրել։ Շատ լավ։ Կարծում եմ լավագույն ժամանակն է ձեռք բերել այս պրոդուկտը, որովհետև ամառային շոկ ամիսները առջևում են, իսկ դուք օրական մինիմում 2 անգամ պետք է լոգանք ընդունեք, արագ եւ որակյալ, այնպես որ կարծում եմ սա ձեզ շատ օգտակար կլինի։ Իսկ արժեքի մասին եւ վնասած պարամետրերի մասին, ինչպես նշեցի, կարող եք ծանոթանալ shop.grohe.am առցանց խանութ սրահում։ Շնորհակալ եմ Ռոման։ Ձեզ ենք շնորհակալ։ Կհանդիպենք։ Ողջույն բոլորին, ես տեղափոխվում եմ Միլան, որտեղ տեղի ունենող Salone del Mobile միջազգային փառատոնը կապված ինտերդիզայնի բոլոր պարագաների հետ, սկսված կահույքից, սանտեխնիկայից եւ դեկորներից։ Շրջելու ենք այսօր այստեղ եւ իհարկե հանդիպելու ենք նաեւ մեր Հայաստանի մասնակիցներին եւ շատ ուրախ եմ, որ այսօր ինձ ուղեկցելու է իմ շատ լավ ընկեր, նկարիչ եւ դիզայներ Արամ Դանելյանը։ Դե ինչ գնանք Արամին հանդիպենք, շրջենք եւ ներկայացնենք ձեզ ամենահետաքրքիրը, ամենանորը ու թարմը։ Դե ինչ ողջույն մեր բոլոր հեռուստադիտողներին, Արամ Դանելյանը միացավ մեզ, ինչպես եւ խոստացել էինք, մենք գտնվում ենք Միլանում, Արամ, շրջելու ենք, շատ հետաքրքիր բաներ ենք բացահայտել։ Այո, եւ միասին պետք է
կոմենտներ թողին հեռուստադիտողների համար, որպեսզի նրանք էլ մյուս տարի այցելեն Միլան, ներկայանան այս հետաքրքիր միջոցառմանը եւ ինչու ոչ նաեւ գնումներ կատարեն։ Դե ինչ գնացիք։ Ինչ արանց, մենք տեղափոխվեցինք Ալպին սրահ, մի կողմ խոսենք այս միջոցառման մասին, որորդ այն է, որ ասել մասնակցում եք, եւ գիտեմ, որ արդեն դեր երիտասարդ դիզայներների հետ եք այս տարի այցելել, ինչը կարծեմ շատ տեխնիկի է նրանք հավանել են։ Կարեն, ես կարծում եմ, որ սա բավականին լուրջ իրադարձություն է դիզայներական աշխարհում, այստեղ ներկայացված են աշխարհի լավագույն բրենդները, թե կահույքի, թե դեկորների մասով, եւ սա մեծ հնարավորություն է դիզայներների համար նոր համագործակցություն գտնել եւ նոր մտքեր ձևավորել, որովհետեւ այստեղ ներկայացված են NPC դեկորներ, NPC տարեր էլեմենտներ ինտերիերի, որ միանշանակ հնարավոր է շատ մեծ օգնության հասնել մեր նոր ստեղծող ինտերիերներում։ Այո, ճիշտ նկատեցիր, մեր երիտասարդ դիզայներները Արմատի նույնպես ներկա են, իհարկե ոչ բոլորը, թիմը մեծ է, մի մասը այս տարի, մի մասը մյուս տարի ներկա կգտնվի, նորություն է, նոր է եւ առաջին անգամ ենք մենք այդ ֆորմատով ներկա գտնվում այս միջոցառմանը։ Ես ու Արամը արդեն տեղավորվեցինք հարմար նոր քանկարժեք բազմաստերից մեկի։ Կարենը արդեն քիչ էր մնում վնասեր, եկել ստարտափներ, բայց փրկվեցինք։ Արամ իրական հնարավորություն է նաև ոչ միայն մոտիկից ծանոթանալ, այլ նաև փորձարկել հա կահույքը, որովհետև շատ ազատ ձևաչափով տեղադրված է այս ամենը, կարելի է շոշափել, մի փոքր ինչու՞ չէ նաև վնասել, հասկանալու համար որակը։ Դա ինչ է կարծում, ամեն տարի այս միջոցառումը լինում է, հա, Միլանում եւ չոր առումով նորաձևության, հա, ինտերիեր դիզայնի նորաձևության կահույքի աշխարհում նորամուծություններն է թելադրում տրենդները։ Արդյոք Հայաստանում իսկապես հետևում են այս ամենի։ Ես գիտեմ, որ տարուրա ավելի շատանում է, հա, դիզայներների քանակը, որ այցելում են այս միջոցառմանը, որովհետեւ մենք է շրջում ենք եւ տեսնում ենք բավականին ծանոթ դեմքեր։ Հետաքրքրությունը բավականին մեծ է, ես շատերին եմ ճանաչում, շատերին գիտեմ, ովքեր ներկա են գտնվել կամ գտնվելու այս օրերին այստեղ։ Իհարկե ես կարծում եմ ամեն տարի շատ ավելի շատ մեր հարգարժան եւ սիրելի դիզայներները ներկա կգտնվեն այստեղ։ Շատ լավ։ Դե մենք շարունակենք շրջել, ծանոթանանք եւ ներկայացնենք մեր հեռուստադիտողների առանց վնասելու խոստանում եմ։ Տոգաս ընկերության խումբը այսօր նշում է իր 100-ամյակը։ Ընկերություն, որի արմատները ձգվում են մինչև 20-րդ դարի սկզբի Հունաստան։ Այս ընկերությունը ներկայացնում է տան տեքստիլի շքեղ եւ արդիական աշխարհը։ Տոգաս ընկերության պատմությունը սկսվում է առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Երիտասարդ եւ տաղանդավոր Իլյաս Տոգասը բացում է փոքր ատելյե, որտեղ աշխատում է որպես դերձակ։ Իսկ 1970 թվականին բիզնեսը փոխանցվում է Տոգասի որդիներին՝ Պավլոսին եւ Դիմիտրոսին։ Օգտագործելով գործարանի հզորությունները եւ հորի ստացած եզակի գիտելիքները, նրանք ստեղծում են ասեղնագործ տնային տեքստիլի նոր հավաքածուներ։ 1995 թվականին Կոստաս Տոգասը նախաձեռնում է ընկերության մուտքը միջազգային շուկա։ Բացառիկ սպասարկումն ու անհատական մոտեցումը դառնում են Տոգասի ռազմավարության առաջնահերթությունները։ Իսկ այսօր Տոգաս ընկերությունը 140 բուտիկ եւ ատելյե է ներկայացնում աշխարհի 18 երկրներում։ Բարձրակ նյութերի եւ նուրբ դիզայնի համադրությամբ Տոգասը ստեղծում է յուրահատուկ հավաքածուներ, վերափոխելով տեքստիլ դեկորի մասին պատկերացումները։
դառնալով այս ոլորտի նորաձևության միտումներ թելադրող։ Ողջույն։ Նախորդ հաղորդման ժամանակ մենք խոսեցինք Տոգաս ընկերության պատմության մասին։ Այսօր մենք խոսենք Տոգաս ընկերության հայաստանյան մասնաճյուղերի մասին։ Այսպիսով Տոգասը արդեն 10 տարի է Հայաստանում է։ Այն հիմնվել է 2016 թվականին, բացվելով Հյուսիսային պողոտայում եւ Dalma Garden Mall-ում։ Այսօր մենք գտնվում ենք մեր նորաբաց ցուցասրահում Թումանյան 10 հասցեում, որտեղ ներկայացված են Տոգաս ընկերության բարձերը, վերմակները, սպիտակեղենը եւ մնացած բոլոր տեսականին, սկսած աքսեսուարները, սպասքը, ներքնակները, գորգերը եւ այլն։ 2016 թվականին բացվելով ընկերությունը չէր ակնկալում, որ Հայաստանում կհաջողի, բայց այսօր 10 տարի անց մենք կարող ենք հպարտանալ մեր բազմաթիվ հաճախորդներով, հավատարիմ հաճախորդներով եւ մեր հաջողություններով։ Մեր խանութ սրահները հաճախակի ենք համալրում նոր հավաքածուներով, հետեւաբար բոլորին հրավիրում ենք հաճախ մեզ այցելել։ Եվ մեր աշխատակիցները, ովքեր 10 տարի արդեն մեզ հետ են, սիրով կսպասարկեն ձեզ եւ կօգնեն ճիշտ ընտրություն կատարելու։ Ողջույն, ես Սահակն եմ, ներկայացնում եմ Տինտակոլ ընկերությունը։ Այս անգամ մենք ներկայացնելու ենք Osmogrout ջրամեկուսացման համար նախատեսված նյութը։ Ջուրը ներս է թափանցում, բայց սա այլևս խնդիր չէ։ Ներկայացնում ենք Osmogrout ջերմամեկուսիչ ցեմենտային հիմքով փոշեկերտ նյութ, նախատեսված ներքին եւ արտաքին տարածքների համար։ Այն ներթափանցում է բետոնի ու զվարի մեջ։ Ջրի հետ շփվելիս ստեղծում է բյուրեղային պաշտպանական շերտ, որը փակում է բոլոր ծակոտիները, ապահովելով դրական եւ բացասական ջրամեկուսացում։ Օգտագործումը շատ հեշտ է՝ 2-3 շերտ զրոական մածկաթիակ, 1 շերտ մոտ 1 մմ, կախված խոնավությունից եւ ջրի ինտենսիվությունից։ Հարմար է նկուղների, ավտոտնակների, լոգասենյակների, խոհանոցների համար, բացառությամբ լողավազանների։ Osmogrout-ը մատչելի երկարաժամկետ եւ հուսալի միջոց է։ Այժմ կարող եք ջրամեկուսացնել նույնիսկ այն կողմից, որտեղ ջուր է գալիս, բայց մուտք չունի։ Հուսամ մեր խորհուրդները ձեզ օգտակար եղան եւ դուք այն կկիրառեք ձեր շինարարական աշխատանքների ժամանակ։ Եթե այս տեսանյութից հետո դուք հարցեր ունենաք, կարող եք դիմել մեր մասնագետներին։ Բարի օր, սիրելի հեռուստադիտողներ, Տունտեղ հեռուստանախագծի եթերում Smart Design խորագիրն է եւ ես Քրիստինան։ Այսօր խոսելու ենք խելացի գրասենյակների մասին։ Ինչպես կարելի է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով դարձնել աշխատանքային միջավայրը ավելի արդյունավետ, հարմար եւ էներգախնայող։ Ժամանակակից գրասենյակը այլևս պարզապես աշխատասենյակ չէ։ Այն դարձել է դինամիկ միջավայր, որտեղ ամեն ինչ պետք է աշխատի արագ, ճշգրիտ եւ առանց ավելորդ բարդությունների։ Այստեղ smart լուծումները մեծ դեր են խաղում։ Սկսենք ամենապարզից՝ լուսավորությունից։ Խելացի համակարգերը կարող են ավտոմատ միացնել կամ անջատել լույսերը, կախված աշխատակիցների ներկայությունից կամ օրվա ժամերից։ Սա ոչ միայն հարմար է, այլ նաև զգալիորեն նվազեցնում է էներգիայի ծախսը։ Հաջորդը ջերմաստիճանի կառավարումն է։ Խելացի համակարգերը կարող են կարգավորել օդորակման կամ ջեռուցման համակարգը, կախված տարածքի օգտագործումից։ Օրինակ, եթե կոնֆերանս սենյակը դատարկ է, համակարգը ավտոմատ անցնում է խնայող ռեժիմի, բայց երբ սենյակը օգտագործվում է, պայմանները ավտոմատ հարմարեցվում են մարդկանց համար։ Շատ կարևոր է նաև սենսորների օգտագործումը։ Շարժման սենսորներ, ներկայության սենսորներ, նույնիսկ օդի որակի սենսորներ։ Այս տվյալների հիման վրա համակարգը կարող է ինքնուրույն որոշում ներկայացնել եւ օպտիմիզացնել միջավայրը։ Խելացի գրասենյակներում նաև լայն կիրառություն ունեն կենտրոնացված կառավարման համակարգերը։ Դուք կարող եք մեկ պլատֆորմից վերահսկել լույսերը, ջերմաստիճանը, անվտանգությունը եւ նույնիսկ էներգիայի սպառումը։
Սա հատկապես կարևոր է մեծ գրասենյակների եւ բիզնես կենտրոնների համար։ Եկեք մի պարզ օրինակ դիտարկենք։ Պատկերացրեք, գրասենյակը, որտեղ աշխատանքային օրվա ավարտին ամբողջ համակարգը ավտոմատ անցնում է գիշերային ռեժիմի։ Լույսերը անջատվում են, ջերմաստիճանը կարգավորվում, անվտանգության համակարգերը ակտիվանում են, եւ այս ամենը տեղի է ունենում առանց մարդկային միջամտության։ Սա ոչ միայն հարմար է, այլ նաեւ նվազեցնում է մարդկային սխալմունքի հավանականությունը։ Խելացի գրասենյակները նաեւ բարելավում են աշխատակիցների հարմարավետությունը, երբ միջավայրը ճիշտ է կարգավորված։ Մարդիկ աշխատում են ավելի արդյունավետ եւ ավելի կենտրոնացած։ Այսինքն, տեխնոլոգիան այստեղ ծառայում է ոչ միայն կառավարման, այլ նաեւ մարդկանց համար։ Team Systems-ում մենք առաջարկում ենք այսպիսի լուծումներ, հաշվի առնելով յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկությունները։ Մենք ստեղծում ենք միջավայր, որը աշխատում է ձեր թիմի հետ միասին։ Հաջորդ հաղորդման ընթացքում մենք խոսենք ՏՏ լուծումների մասին, ինչ է կանգնած ժամանակակից բիզնեսի թվային հիմքում եւ ինչպես են կառուցվում տվյալների կենտրոնները։ Մինչ հանդիպում։ Դուք շարունակում եք դիտել «Տունտեղ» հեռուստանախագիծ, իսկ մենք շարունակում ենք մեր հանդիպումները այս եթերաշրջանի գործընկերների եւ հյուրերի հետ։ Այս պահին հանդիպելու եմ Arma Design Studio-ի ղեկավար, գեղանկարիչ եւ դիզայներ Արամ Դանելյանի հետ։ Ողջույն Արամ։ Ողջույն Կարեն։ Արամ, շարունակենք մեր հետաքրքիր զրույցները, մենք իսկապես զրուցում ենք այն ամենի մասին, ինչա դիզայներներ, ճարտարապետներ լռում են, հա, այսօր փորձում են, թեպետ խոսում են կուլիսներից այն կողմ կամ չգիտեմ, ավելի նեղ շրջանակներում, բայց հանրային ձևով փորձում են լռել։ Մենք խոսելու ենք այսօր սխալներից, որ դիզայներները թույլ են տալիս։ Իհարկե հասկանալի է, որ յուրաքանչյուրս սխալական ենք եւ կարող ենք նման սխալներ թույլ տալ, բայց խոսենք այն վերաբերմունքի մասին, որ օրինակ մեր հիմնականում Հայաստանում հաճախորդները շատ կասկածով են վերաբերվում դիզայներներին եւ շատ հաճախ էլ իրենք են փորձում վերահսկել ամբողջ process-ները, դրանով իսկ առաջացնելով բազմաթիվ խնդիրներ։ Այ խոսենք ձեր սեփական փորձից, եղել են դեպքեր, որ իսկապես հրաժարվել եք դիզայնից հաճախորդի հետ շփումից հետո։ Տեսեք, ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին սխալների մասին։ Նախ պետք է սովորել ընդունել սխալը։ Այո, բոլորս էլ անսխալական չենք եւ միանշանակ, եթե ինչ որ մի բան արվում է, ուրեմն սխալներ նույնպես կարող են լինել։ Վերանորոգման մեջ հնարավոր չի ուղղակի սխալներ չլինի, որովհետեւ անընդհատ ինչ որ բաներ փոխվում են։ Ինչ վերաբերում է վստահության հետ կապված, գիտեք, այսօր հայկական շուկան այնքան փոքր է, որ հնարավոր չէ ինչ-որ մեկին խաբել եւ ինչ-որ փուչ գովազդներով ներգրավել քո պրոյեկտներում։ Դրա համար մեր փորձից ելնելով մեր հիմնական պատվիրատուները հենց այն մարդիկ են, ովքեր որ կամ մեր հետ աշխատել են, կամ իրենց ընկերները, հարազատները եւ շրջապատի մարդիկ։ Այսօր շատ դժվար է ուղղակի սոցիալական մեդիայի գովազդի շնորհիվ ստեղծել այդպիսի մեծ բազա եւ վստահություն, Արամ, բայց նայեք, ես կարծում եմ, որ հիմնականում դիզայն ստուդիաներին դիմում են հաճախորդների որ կատեգորիաները, հա, մարդիկ ովքեր ունեն գումար, չունեն ժամանակ եւ նաեւ ցանկություն հա զբաղվելով այդ ամեն ինչով, որովհետեւ նույնիսկ ես լինելով տարիներ շարունակ այս ամենում, եթե նոր բնակարան ձեռք բերեմ, միանշանակ չեմ զբաղվի այդ ամենով, որովհետեւ նախորդ փորձը արդեն բավարար էր ինձ, որ հասկանայի, որ պետք է իսկապես խնայեմ ինքս ինձ։ Մյուս կատեգորիան այն մարդիկ են, ովքեր իսկապես ունեն ժամանակ զբաղվելու այդ ամենը, բայց չունեն մասնագիտական կրթություն եւ փորձում են մասնագետի հետ միասին ստեղծել հետաքրքիր ինտերիեր, ինչ որ առումով ներկա լինելով բոլոր process-ներում, հա։ Եվ երրորդ տարբերակը այն հաճախորդներն են, ովքեր պարզապես դիմում են ձեզ եւ առհասարակ ոչ մի բանին չեն խառնվում։ Հա, վերջում գալիս են կամ հավանում են կամ չեն հավանում։ Այս ձեզ համար որ կատեգորիայի հաճախորդն ավելի հետաքրքիր։ Միանշանակ երրորդ, որովհետև ի սկզբանե այդ ամենը ստեղծվում է վստահության շնորհիվ, վստահության հիման վրա, եւ շատ լավ է, որ ընկերությունը մինչև վերջ տանում է իր աշխատանքը։ Քանի որ շինարարական փուլում, երբ ճիշտ ընտրություն չի կատարվում շինարարի հետ կապված, դիզայնը ամբողջությամբ փոխվում է դեպի վատը, իհարկե, եւ ես հորդորում եմ բոլորին, որ միանշանակ տվյալ ընկերության հետ, ում հետ սկսում են դիզայնը, շինարարություն, կահույք ամբողջությամբ մինչև վերջ տանել։
Դե դուք լինելով կարծում եմ արվեստագետներ, կարող եք էկլեկտիկ դիզայնի շատ գեղեցիկ տարբերակներ ներկայացնել, որովհետև այո, իսկապես շատ ժամանակակից դիզայներներ խուսափում են արվեստի կիրառումը ինտերիերում, սա հաջորդ թեման է, որ մյուս թողարկման ընթացքում պետք է խոսեն, նույնիսկ կխոսելու ենք ոչ միայն խուսափում են, այլ սարսափում են, անկեղծ ասած, որովհետև մտածում եմ, որ սա կարող է ամբողջությամբ ուշադրությունը իր վրա վերցնել, հա, հետ պահելով իրենց արված աշխատանքը։ Այո, ես համաձայն եմ ձեզ հետ, ես կարծում եմ հաջորդ հաղորդման ժամանակ մենք կբացենք այդ ինֆորմացիայի դռները եւ ես կպատմեմ, թե ինչպես կարելի է գրագետ օգտագործել արվեստի աշխատանքների ինտերիերում։ Շնորհակալ եմ, Արա։ Տուն-տեղ հեռուստանախագիծը սկսում է նոր համագործակցություն Noho Furniture ընկերության հետ։ Ընկերությունը մասնագիտացված է ցանկացած տեսակի փափուկահույքի պատվերով պատրաստման մեջ։ Այն առաջարկում է բարձրորակ եւ գործնական լուծումներ, համադրելով ժամանակակից դիզայնը, հարմարավետությունը եւ երկարակեցությունը։ Յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի։ Noho Furniture-ը պատրաստ է կյանքի կոչել նույնիսկ ամենանուրբ եւ յուրահատուկ գաղափարները, ապահովելով որակի, գնի եւ հարմարավետության օպտիմալ համադրություն։ Ընկերության արտադրամասում օգտագործվում են բացառապես բարձրակարգ եւ դիմացկուն նյութեր, իսկ յուրաքանչյուր պատվեր իրականացվում է ամբողջությամբ անհատական մոտեցմամբ, հաշվի առնելով ինչպես ինտերիերի պահանջները, այնպես էլ դիզայներների եւ հաճախորդների ստեղծագործական տեսլականը։ Եթե փնտրում եք վստահելի եւ ստեղծագործ գործընկեր, ապա Noho Furniture-ը հենց այդպիսին է։